Մարդը կարիք ունի արտահայտվելու, լսված լինելու, հասկացված լինելու, ինչ որ մեկը իրեն աջակցի, ապրումակցի, ասի, որ ես քեզ հետ եմ, ես այստեղ եմ, ես քեզ լսում եմ, ես քեզ փորձում եմ հասկանալ, դու մենակ չես այս աշխարհում։ Տարիների ընթացքում այն խնդիրը, բարդությունը, դժվարությունները, որը որ միայնակ իր մեջ կրում է մարդը, որի դեմ պայքարում է, այդ ամենը ուղի է փնտրում, որպեսզի դուրս գա։ Հոգեկանը անդադար այս մտքերի, ապրումների, ցավի, տառապանքի դեմ պայքարում է։ Բավականին մեծ քանակով ռեսուրս է ծախսվում, երբ որ այս ամենը, այս ողջ բարդ բացասական ինֆորմացիան չի ֆիլտրվում, մնում է մարդու ներսում, հոգեկանում, անգիտակցականում, մարմնում, հիշողություններում։ Եվ հաճախ հենց սա է պատճառը, որ առաջացնում է անքնություն, մարմնական ցավեր, գլխապտույտ, ախորժակի անկում, մարդը հիասթափություն է ունենում, հուսահատություն, ապրելու, կյանքը շարունակելու ցանկությունը հատում է։ Իսկ երբ որ հոգեթերապևտը ապահով պայմաններ է ստեղծում, միջավայր, որտեղ որ այցելուն համոզվում է, որ իրեն չեն քննադատելու, իրեն ձեռք չեն առնելու, իրեն ուղղություն չեն տալու, այլ շատ մեծ ուշադրությամբ, ներգրավվածությամբ հոգեթերապևտը լսելու է այցելուին եւ փորձելու է իր հետ մնալ այստեղ ու հիմա, միջոցներ փնտրել, որպիսի խնդրի լուծումը գտնեն։ Եվ սա տալիս է բուժիչ էֆեկտ։ Այցելուն արդեն այս ամենից հետո շատ հաճախ հենց ինքը ինքնուրույն, երբ որ դատարկվում է այս ծանր տարիների կուտակված բեռից, հույզերը արտահայտում է, մտքերը արտահայտում է եւ տեսնում է, որ դիմացինը իր ցավը իր հետ ապրում է եւ տեսնում է այցելուն, երբ որ հոգեթերապևտը իր հետ տխրում է, հուզվում է, ներգրավված է, հոգեթերապևտը եւս ունենում է ապրումներ, այցելու ամեն մի բառը, ամեն մի արտահայտությունը, ամեն մի մարմնի շարժումը այցելուի կողմից, հոգեթերապևտի կողմից ընդունվում է։ Հոգեթերապևտը կարծես այս բեռը, այս ցավը վերցնում է այցելուից, դարձնում է ինչ որ ժամանակահատված իրենը եւ երբ որ այցելուն դատարկվում է, այս բեռը ցած է դնում, վայր է դնում, արդեն կարողանում է շունչ քաշել, արդեն այս սև վարագույրները բացվում են եւ այցելուն տեսնում է հնարավորություններ, տեսնում է, որ կյանքը ունի նաեւ լավ կողմեր, դրական կողմեր, լուսավոր կողմեր, բայց մինչեւ որ այս ամենից նա չի ազատվում, իրեն միայնակ դժվար է պայքարելը, առաջ շարժվելը, անդադար կյանքի ծանր բեռը հետ է ձգում զսպանակի պես այցելուին դեպի անցյալ, դեպի դժվարություններ։ Եվ եթե կյանքում չունի այցելուն ապահով մարդ, հուսալի մարդ, ով իրեն դուխ է տալու, ոգևորելու է, իր ներկայությունը կարողանալու է տանել, իր դժգոհությունը, բողոքը կարողանալու է լսել, այլ ոչ թե ասելու է դե հերիք է, էլի դե զզվցրեցիր, բոլորն էլ ունեն խնդիրներ, ով չի տառապում, ով չունի կորուստ, ով չի առերեսում կյանքի դժվարությունների հետ։ Այցելուն մինչև այստեղ կուշտ է նման բարդ բացասական կոմենտներից։ Նրան պետք է միջավայր, որտեղ որ իրեն պատրաստի խորհուրդներ չեն տալու, չեն ասելու թեթև ապրիր, այլ լինելու են այստեղ եւ հիմա, ասելու են ես այստեղ եմ, ես փորձում եմ քեզ հետ մնալ, բնական է, որ դու ապրել ես քո կյանքը, ունեցել ես դժվարություններ, շատ բաներ կյանքում դժվար են, բայց անհնարին չեն եւ անհնարին թվացողը հաճախ դառնում է հնարին, երբ որ մեկը լսում է, երբ որ մեկը ընդունում է։ Հենց հոգեթերապիան սա է, հոգեթերապիայի ողջ ողնաշարը, ողջ իմաստը նրանում է, որ այցելուն կարողանում է այս ամեն ինչը տալ։ Այս պայմաններ է ստեղծվում, որպեսզի նա իրեն կարևորը զգա, հասկանա, որ ոչ մեկ իրեն չի քննադատում եւ կամաց թուլանում է այցելուի ամոթի զգացումը, մեղավորության զգացումը, պարտքի զգացումը։ Նա կարողանում է արդեն տեսնել ուժեղ կողմեր, լուսավոր կողմեր, որը որ իրեն հույս է տալիս առաջ շարժվելու։